Բարև ձեզ իմ սիրելիներս, բարև ձեզ իմ լավ ժողովուրդ։ Ուրեմն, ինչպես եք, հուսով եմ, որ լավ եք։ Ես վերջապես եկա նստեցի իմ մակիոզի դիմացը, այսինքն բանի հետ, որտեղ որ ես հարթարվում եմ եւ որոշեցի երեխեք մեջ կսաբռնվել, որոշեցի, որ այսօր մազերս արդեն ներկեմ, քանի որ չափն անցել եմ, էլի։ Ուրեմն ձեզ մի բան պետք է ասեմ։ Ինձ այն օրը իմ լավ հետևորդուհիներից մեկը խնդրել էր, որ ես իրեն ցույց տամ իմ բոլոր պրոդուիները, որը որ ես օգտագործում եմ, բնականաբար դա հետաքրքիր է ոմանց համար, օգտագործում եմ եւ մակիաժ եւ իմ մարմնի սապոն, շամպուն եւ այլն եւ այլն։ Ասեմ ձեզ, որ ես դուք բոլորը գիտեք, առանձնապես բաներ չեմ օգտագործում։ Հիմա բացենք իմ դարակը, որտեղ որ իմ ամբողջ մակիաժը եւ այլն եւ այլն։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես ասեմ, իմ հիմնական ապրանքը, որը որ ես օգտագործում եմ, սա թևերի տակի այդ դեզադորնա, որը որ մնում է բավականին երկար եւ ընդհանրապես չի քրտնացնում կլաղենսի այս դեզադորնա, ասեմ ձեզ, որ հաճախակի հուպտյուղ ալինում, այսինքն վերջանում է։ Սա իմ մազերի յուղ է, որը որ գնել է ես Վարշավիրանոցից, բայց չեմ նայել, գիտեք երեխեք, վելան, ինքը բավականին ժամանակ է արդեն սա իմ մոտը, արդյոք սա ժամկետ ունի, որը ժամկետն անցնում է, չգիտեմ, մի հատ հարկավոր է Վարշավին հարցնել, գուբկաները, սպունգները, իմ ուրեմն այս վերջերս հայտնաբերեցի այս հրաշքը, կոդալիի պուդրան, Գիտեմ, որ մեր հայ կանայք չեն սիրում, որպեսզի իրանց մաշկը մի քիչ մքանում է, ես մի հատ ընկերուհի ունեմ, լրիվ ինքը ֆոկալիզե է եղել դրա վրա, որ վայ արևը կխփի, ես շատ եմ սիրում նախ արևահարվել, գույնս փոխել, իմ գույնը բաց գույն է, իմ մաշկի, մեր ընտանիքի բոլորի, ու ես ինչ այս վզիս վրա, եւ բացի նրանից, սա երեխեք ջան, մի վարքյան, մեկ ձեռով շատ դժվար է։ Սա ոչ թե զագարի է, այլ սա կոչվում է բոնմինը, այսինքն ինքը մքացնում է մի քիչ դեմքը, բայց ինքը երեխեք բոլորը 100%-անոց վեգան է, կոդալին գիտեք, ձեզ արդեն ասել եմ իմ բոլոր իմ ապրանքները, ասենք այդ դուշի եւ այլն կոդալի են։ Ես հիմա կբերեմ ցույց կտամ ձեզ։ Ուրեմն սա ինչ է անում։ Ձեր մաշկը դարձնում է, ոնց ասեմ, ոնց որ զագար չէ, ոնց որ սենց է որ ուրախ, բոնմին, լավ տեսք, ժպտերեսիկ տեսք, այսինքն չի սփռտնացնում, մարդիկ կան շատ կրեմ են քսում, որպեսզի սպիտակ են, այդ դա էլ այդքան գեղեցիկ չի, ժողովուրդ ջան, դուք պետք է նայեք, տեսնեք, որպեսզի ձեր շատ չպիտի անցնեք էքստրեմներին, ես ինչ եմ արել, ես իմ դեմքն ու իմ վիզը, դուրս սխմելա, որ սխմում եմ, քուրերս տեսնեն լավ խոսով ես, ուրեմն սա այսպես, Սա կոդալիի կրեմներ, որ ես ձեզ արդեն ցույց էի տվել համար երկրորդը, կրեմ տենտե, ինքը որ քսում ես քո ձեռքիդ վրա, սպիտակ է, բայց հետո որ արդեն քսում ես մաշկիդ վրա, տեսեք սպիտակ է ինքը, սենց, բայց հենց քսում ես մաշկիդ վրա, դառնում է, ինչ ասեմ երեխեք, ոնց որ ձեր երկրորդ մաշկը լինի, բայց իմ ֆավորիտը սա է, Yves Saint Laurent-ի B30-ը, սա Գիտեք ինչա, ձեր մաշկի գույնն է, դուք լինեք մուկ, բաց, թե ինչ, այս գույնը լավ գույն է, ժողովուրդ ջան։ Սա, Գերլենի աչքերի տակ վրոդի գնել եմ հլնակ երեխեք 100 տարի գնել եմ, ոչ էլ օգտագործում եմ, անտիսեղն, իմ միակ կրեմը, պիտացիլնի կրեմը, խոնավեցնող, ակվաժել ավենի, որ ընդհանրապես մորանում եմ կսեմ, ամառը երևի էլի, Իմ մատիտներն են շրթունքների, սա հոնքերի մատիտը ես գնում եմ, դիորի սա, երեխեք արտակարգ, հենց ես համարն եմ գնում, որովհետև սա ինքը 0.3-ն է, ոնց որ թե, 0.3-ն եմ գնում, որովհետև սա շատ լավ գույն է ու ծակշական ակագույնի խփող է, և իմ շրթներքները, որը որ հիմնականում կարալնի, կարմիր, ես սիրում եմ այդ գույները և ես վերջերս վարդագույնը գնեցի, որ ասեցի լողիալ, բայց չգիտեմ դուրս եկավ, թե չէ, մի քիչ թորոտ է, ես սիրում եմ, որ շատ փափուկ է լինում։ Իսկ սա իմ դուխիներն են,
Համար առաջին ֆավորիտ, որտեղ մտնում եք, ձեր շորերը լվանում եք, ձեր շորերը հարթուկում եք, հոտը գալիս է, գրված է KNOWING, նոյինգն է, որը որ Էստել Լոդերինն է, մի հրաշք, մեր հրաշք։ Երկրորդ ֆավորիտս Գաղթիի պանտերը, այն օրը մեկը գրել էր, որ բավականին արդեն ավարտին է տալիս, սա Էստել Լոդերի նորից էլի ծաղկային հոտնը, Անայիսը իմ մանկության երիտասարդության հիշողությունները, Քլոե։ Ճիշտ ասած, շատ դուխիներ չեմ սիրում ունենալ, ուղղակի սա նվերներ է եղել, տղաս է նվիրել, ես ինձ գնել եմ այդ բանից, այդ այրոպորտից, որ գնանայիտի բիզբիզ մազերը, ոչինչ։ Ես պատրաստ եմ արդեն, որպեսի մազերս ներկեմ, իմ մազերի ներկերի հարմարությունը սա է, ուրեմն Օլյայի 110-ը և իր մեջի շամպանը, այդ սուենը, այդ բալզամը արտակարգ է։ Ուրեմն ես ես վերջերս հայտնաբերեցի սա, ճիշտ ասած, Լեկլեղից եմ գնել, որոշեցի փորձեմ, որովհետև ես ուրիշ շամպունով էի օգտագործում և կհավատակ և գնեցի նաև այս շամպունը, սա էլ է նատուրալնի, կերատին վեգետալ և սա սուենն է, ապրե շամպուեն։ Երեխեք շատ դժգոհ եմ սրանից, որովհետև իմ մազերը բավականին չորոտ է և տարօրինակն է և շամպունը, և սա մի տեսակ ինձ չբանարեց այդ ինչը, մազերս չորացրեց այս կերատինը, այլ վրոդի, բուկլի է քուլողի, որ խուճուճ մազերի, բայց չեմ հավատում, մի անգամ է կփորձեմ, միգուցե շատ չքսեցի, իսկ այս շամպունը, սա արդեն բիոլոգիչկի օրգանիկ է, դե ասել եմ ես ձեզ, որ վերջերս անցյալ տարի, թե նախանցյալ տարի իմ մոտ սկսեց ալերգիկ բաներ մարմնի վրա, և ես որոշեցի փոխեմ ամբողջ գաման, սա բանը է, տեսեք գրացա, որ մեշարած մազերի համար գույնավոր թզով է պատրաստած, երեխեք արտակարգ փափկացրեց մազերս, բայց սրանից հետո ես այսօր կօգտագործեմ այս սրա բալզամը։ Իմ մարմնի սապոնները կոդալիներն են, տարբեր հոտեր եմ գնել, այն որ ասեցի չէ, որ գնացել էի, տարբեր գնեցի, և իմ միակ սապոնը, որ մաշկի, որ ասենք երեկոյան պետք է լվացվեմ, սա է, կոդալիի մուսը, ոչ մի չեմ սիրում այդ, որ բամբակով աչքերը մաքրում են և այլ, սա ուղղակի սենց մուսը անում ես մի 2-3 հատ, ու սենց լավ ամբողջ մաշկը դառնում է, ինչ ասեմ, մի արտակարգ հրաշալի, և սա յուղն է, յուղային մարմնի սապոնն է, որը որ երբեմն ես օգտագործում եմ, որովհետև իրոք սա պետք է, որովհետև մաշկը ամառը չորանում է։ Այսպիսի բաներ, սա ամբողջությամբ սա է իմ հիմնական օգտագործման պարագաները, ես էլի եմ ձեզ ասում, ես բավականին բանը այդ դեմ եմ, այդ որ անդադ կռեմ, առավոտյան արթնանում են, քսում են մաշկին, պիտացիլնի և այլն, դա գենետիկա է, ժողովուրդ ջան, և ես մի բան եմ հասկացել, նրանք ովքեր երիտասարդ նայում եմ շատ բլոգերներ կան, առավոտը քսում, երեկոյան քսում, ինչքան էլ լինի նատուրալն է, երեխեք ջան, դրա մեջ կա, դուք պետք է ձեր մաշկը թողնեք բնական, չէ որ մեր մաշկի տակ կա յուղ, ինքը այս յուղը պիտի քո մաշկդ ինքը բուժի, և մեկ է մի բան է պետք է ասեմ, երբեք չպետի վախենաք մեծանալուց, ծերանալուց, երբեք պետք է հպարտորեն ծերանալ, ամեն մի կնճիրը մի կյանք է, ինչ ասեմ, ամեն մարդ իր բանն ունի, գաղափարներն ունի, իր մտածելակերպն ունի, բայց դա իմ կարծիքն է, որովհետև արտաքին գեղեցկությունը իմ համար հեչ կապ չունի, մարդու ներքին գեղեցկությունը, երբ որ դու մեկի հետ խոսում ես ու մեկի բարությունը սենց ամբողջ քո սենյակով տարածվում է, աչքիդ չի երևում քիթը գլխի վրա է, թե գլուխը քթի վրա, հասկանում եք ինչ եմ ասում։ Այս այլ իմ առավոտյան խոսակցությունը ձեր հետ, ժողովուրդ ջան, մի բան էլ ձեզ ասեմ, ակտիվ եղեք, եթե հնարավորություն ունեք, ես այսօր իմ լավ հետևորդուհիներից մեկը գրել էր պրիվետ, բարև Աննա ջան,
Գրել էր Աննայի ջան, միգուցե քիչ ես գցում վիդեոները 20-21-22 րոպե դրա համար են քիչ նայում։ Ոչ, սիրելիս, 30 էլ գցես նույնն են նայում, այսինքն ես ունեմ իմ երամը։ Ինչքան ժողովուրդ ինձ նայում են, ուրեմն այդ մարդիկ ինձ սիրում են, իմ հետ են։ Իսկ մնացածը, որ գրանցվել են բավականին շատ, համարյա մենք 8500 ենք, նայում են 3000, 2000, իմ համար դա կապ չունի, կարևորը նայողը նայում է, գեղեցիկ բառերը ուղարկում է։ Դա է իմ համար, ես չեմ դուրս եկել մրցումների, որ հաղթեմ կամ պարտվեմ։ Ես այսօր այնքան եմ հաղթանակված, որ Instagram-ով ինձ նենց լավ մարդիկ են գրում եւ ուղարկում իրենց նկարները եւ իրենք ծանոթացնում են իրենց կյանքը, ես ուղակի սենց ընկնում եմ նոստալգիայի մեջ եւ դրանից շոյվում եմ։ Դա իմ համար հաղթանակ է, սիրելիներս։ Դե ինչ, իմ լավ հետևորդուներ, իմ հարազատ դարձած մարդիկ, նաստարտ միմանի մարշ, Անահիտը մազերը պետք է ներկի։ Ժողովուրդ ջան, տեսեք ուր եմ եկել, ձեր թողեցի մազից ներկն ու եկա։ Բարելուս մեռրեմ արևիդ։ Երեխեք ես գոքնոցի համար խենթանում եմ։ Տենասով ա գնել ես գոքնոցը սատիկ ջոջային։ Էդ ինչ ես անում, մեռնեմ արևիդ։ Ինչքան միսն ավելացել է, տերը բրծել է։ Սալատ է արել։ Չինական։ Ասի սպասել հիշեցի, ինչով կարող եմ լրացնել։ Ման բիբարով էլ արա, էլի ինքան եմ սիրում բիբար։ Հեսա, բիբարն էլ եմ արել, բիբարը Ունեմ, այն երկարները բերեմ են երկարի մեջ արա, էլի։ կտուչի։ Չէ, երկու հատ երկար, սպասեք ժողովուրդ։ Ժողովուրդ ջան, հետա հիշեցի, որ ես երեխեք տեսեք ինչ լավ դասավորեցի, նոր կուրս էի արել։ Էսի բերեցի բանը, հիշեցի, որ ես շատ եմ սիրում պղպեղը, բիբարը տոլմայի մեջ, մաման չի անում, ինչա թե ինքը չի սիրում։ Ոչ չեմ սիրում, մամա։ Բադրջան չես սիրում դու, ես է չեմ սիրում տոլմայի մեջ բադրջան, ասեմ ձեզ իմացեք։ Քանի որ ստենց է։ Երկար է, հա։ Բաժանում են մասերի։ Ահա։ Մակ բաժանում են ջրով։ Ինչի տակ, մամ։ Ոչ փորում են քիչ։ Հա։ Вот это оно что։ Մայ, դա մեջ կլստեն դիսը բալաճան։ Ուրբանը տեղնիմ։ Ուրբանը, այս ինչ ծոր, այս ինչ խուտ է նա, չէ Սերժն երեգետ ասում, ընդամենը մի շաբաթ ա կտրել եմ այդ կողքերը։ Անձրևները գիտես ինչ ան անձրևները։ Բայց զատո սիրուն ամ ամեն ադուվանտիկ, մամ Հենզել ու Գրետել նուր են, հիմա էլ եկել են իմ աթորին են բաբրլամի շեղել։ Ֆռում են հո թայ չեն։ Բայց նենց լավ են հոգնած մամ երեկոյան գալի ու քնում։ Երեխեք ենորնալի մորացա այդ բանից առնեմ ակսոնից, ոչինչ լավ։ Ինքան ու իրար այդ սիրով են։ Շատ։ Մամ են թազա առած բլոկնոտիտ մեջ գրիր արդեն անում ինչ, որ առել էիր բլոկնոտ։ Բամ, ընդեղ ոնց որ պամիդոր տես, այլի ունես սոուս։ Հա, լսնենք վրեն։ Այս սա եմ սիրում, երեխեք ջան, այս սա եմ սիրում։ Ես պատկերացեք, որ հիմա սա եփի, ես կարող ավուտեմ 2 հատ տոլմա ու մի հատ պղպեղը լրիվ ամբողջությամբ։ Մի հատ լավ խոսք։ Մայա սիմպաթիչ։ Գլուխ հատ կջարտեմ, հատը չեմ ջարտի։ Գլուխ հատ կկոդրեմ, բայց հատը չեմ կոդրի։ Այ մեռեմ աչքերիդ խաթր ունեմ, ոչ մեկ չունի։ Տենց է ժողովուրդ ջան, մեկից խաթրաշեն մարդիկ ենք։ Խաթրաշայ մարդիկ ենք։ Ահա։ Ես էլ սենց Անահիտ ջան։ Քո խաթեր։ Հիմա անդեղի ժողովուրդը կասեն, օրենքի այդ բառը հայկական չի, խնդրում եմ խոսացեք հայերեն։ Ինչ եք։ Այդ բառերը հայկական չեն, խնդրում եմ խոսացեք հայերեն։ Եվ Անահիտը կասի, идите гуляйте, пожалуйста։ Չէ՞ որ ամեն լեզվով է խոսում։ Ինտերնացիոնալ։ Մի հատ լավ հաղորդում կա, մի հատ լեննականցի լավ տղա կա։ Լեննականցի երեք։ Ինչ կնշանակի փաթուսխա։ Դե արի, մացի Երևանցի փաթուսխեն դու ինչ գիտես, հա։ Ինչ կնշանակի փաթուսխա։ Դու էլ աղջիկան կանչում ասում, վերջում ջան, ինչ որ փաթուսխա է լսի։ Այդ լեննականցի ասիրցիր հիշեցի, ուրեմն այն օրը պատահաբար Instagram-ի վրա էր, թե չեմ որտեղ ընկա մի հատ աղջիկ կա, իր մորը բաներ է պատմում ու խնդում, մերն է չի իմանում, թաքուն նկարում, հա։ Մեկ էլ մերն ասես, մամ մի հատ անեկդոտ պատմել, մեկ ասես,
Հա լավ, սպասի պատմեմ։ Ուրեմն մի օր լենականցին ու գյումրեցին, մամ, լսի, սկսում է։ Լենականցին ու գյումրեցին գնում են չեմ անում, մեկ էլ էս աղջիկը խնդում ասում է, ինչ ես խնդում, բերանդ բացեց ծաղրից։ Նորից ասում։ Էս լենականցին ու գյումրեցին մեկ էլ էս աղջիկը չկա, մեկ էլ ասում է, մամ, լենականցին ու գյումրեցին մի վայ, եկես էս լրվավ, մամ։ Մամ, լսի, էս լրվեց ու ասեց։ Անայդ, լսի ասեմ։ Սպասի, բայց մամ, էտո որ իրան պատմել էր, մամ, խնդալու համար էր պատմել, ես էլ բնազդաբար պատմում է, բայց ես գցեցի, բռնեցի, որ դա ճիշտ է, մամ։ Ուրեմն մենք որ լենական ենք, այդ փոքր ենք, լենական էր, չէ՞ մեր։ Հա։ Ուրեմն գյումրեցիներ կային մեր մոտ։ Այդ լենականի կեսը ամենահարուստ, արիստոկրատ, լավ տներ ունեն, երկու հարկանի շենքեր ունեն։ Օրինակ տես մեր դիմացն ապրում էր Եղջլոնց Վարդանուշը, Եղջլոնց։ Դրա մարդը եկել են Հայաստանից են եկել, Գյումրի։ Եկել են դեղից, դեղ հիմնադրել են իրանք են լենականը, այդ Գյումրին հիմնադրել։ Վերջը, դրանք հետո կային մեր կողքի հարևաներ Սևարդաշենց Շուշանիկ։ Ճոգում ես ու տենց էին ասում։ Օրինակ, որ մենք Հակոբյան են, չէ, մեզ ասում են Հագոյենց։ Հագոյենց, Հագոյենց են ասում։ Օրինակ, իմ պապեին Հայաստանում ասում էին պրսո խղատ, պրսոյա խղատ, պապա եղել է պրսոյա եղել անում։ Մի խոսքով ճիշտ է էտա կինը, որ ասել է լենականցին ու գյումրեցին, մենք գյումրեցի չէինք։ Մենք այդ լենականի տարիներ ենք ծնվել։ Ապրես։ Գյումրի տարիներ Ապրես։ ոնց եղել է Գյումրիա եղել, հասկացա՞ր։ Ոնց որ հիմա Երևանցիները, Երևանը մի օր փոխեն, դարձնեն մի հատ ուրիշ անուն, բայց մենք մնում ենք երևանցի։ Երևանը գյուղ է եղել։ Գիտեմ, ջոգում եք ժողովուրդ։ Երևանցի շատ քիչ է եղել։ Մեռնեմ արևիդ, սիրիր քո մոլորակդ Գյումրվա։ Գնացի, մամ ջան, մի հատ գնամ մազերս ներկեմ, քեզի սիրունացրել եմ, պոլբսցրել եմ, իսկ ես մնացել եմ խանգրած։ Գնացինք ժողովուրդ։ Ժողովուրդ, ահա թե ինչ է նշանակում ունենալ բավականին բուրըն օր։ Մոռացել էի այդ բլոգը գցեի։ Սենց բան կլինի, պատրաստել էի ամբողջությամբ, թռել եմ այդ բլոգի վրայից։ Այդ այնց է, որ շատ ես անում էլի, ներվայնացա, չեք պատկերացնում։ Ես այդ բլոգի ժամանակ ես հիշեցի, որ ես խոսում էի բլոգինգների իմաստը եւ այլն։ Այ քեզ բան։ Ջղայնացա։ Ոչինչ, վերնագիրը կգրեմ մոռացված վլոգ, ուշացումով ձեր բոլորի Սուրբ Զատիկը շնորհավոր, որովհետեւ վերջում շնորհավորում էի Զատիկի սեղանի փոքրիկ։ Տեսնում եք երեխեք, ինքը չորա, դուրս չեկավ։ Սա իմս չի։ Միան սպասեք վրայից գլոս անեմ, այսից որ կպնում է խայտարակություն է, սա ես առել էի Dior-ի գլոսը, շատ լավն է, մենթոլա, շուրթունքներն ուռացնում եմ, նրանք ովքեր սիրում են շուրթունքներ ուռացած կարող եք գնել, ես չեմ սիրում, ես սիրում եմ բնական, ինչը բնական է, նա բարոյական է սիրելիներս։ Հիմա ես ես կրեմը մի հատ անեմ և իմ մազերը սկսեմ արդեն ներկել և հետո արդեն կմիանամ ձեզ սիրելիներս։ Ժողովուրդ ջան, ես վերադարձա, փոքրիկ շորտ արեցի, հիմա նայեք ժողովուրդ, ես բացում եմ մեջտեղից բախտը ու սկսում եմ ներկել, ստեղ ոչ մի բարդ բան չկա, բայց ես ինչ եմ սա կապել, ես ինչ եմ արել, մասակա թրոնսոնոզը Նայք, սկզբից այս մասն ես ներկում, բոլոր ինքնուսների համար եմ ցույց տալիս ժողովուրդ։ Հիմա ինձ Վարշավիները գնդակահար են, ասեն Անա, այդ ինչ ես գործներիս խփում։ Չէ, երեխեք ջան, սա գիտեք ում համար եմ ցույց տալիս։ Սա ցույց եմ տալիս նրանց համար, ովքեր չեն ապրում Հայաստանում։ Դաժե Հայաստանում են, մարդիկ կան ալարում են գնալ Վարշավիրանոց, մարդիկ կան էլ երեխեք ջան, եկեք ծուրը նստենք դուզիկը խոսանք, էլի մարդիկ կան բյուջե չունեն, վայ։ Բյուջե չունեն, գերադասում են ներքը գնեն, ավելի էժան է իրանց վրա, ժամանակատար է, ավելի ժամանակը ու բոլոր մեր Հայաստանում կան շատերը աղջիկներ ունեն, հարցներ ունեն, կարող եք խնդրել իրենք ներկեն ձեր մազերը, իսկ նրանք ովքեր մենակ են ապրում, ներկում եք ինքներդ, ես բոլոր իմ ընտանիքի անդամների մազերը ներկում եմ, և շատ մանրակրկիտ, պրոֆեսիոնալ, ես որ երիտասարդ եմ, որ նոր էինք եկել ստեղ,
Այդ վիլաժում որ մարդ չկար, ասենք այդ օր պարապմունք չէր լինում, իջնում էի մի հատ Վարշավիրանոց կար, գնում քայլելու, մեկ էլ այդ աղջիկն ասում էր, «Անայի, արի ներս բան», դե բնականաբար իրանց համար դա պատիվ էր։ Հա, բանը, դաժե մազերս ես կտրեցի այդ աղջկա մոտ, ահագին այն ժամանակ չկար Instagram, YouTube, որ ռեկլամ անեն, ահագին կլիենտներ հավաքվեց, որ Անահիտ Հակոբյանը մազերը կտրել է Բրիջիտի մոտ։ Այդ աղջկա անունը օլոլոլոլո, երեխեք շալվարիս վրա լցրեցի, տեսնես կանցնի ես ներկը, ոչիչ լավ, սա տնային շոր է համարվում, և ես պետք է իմ հետ վերցնեմ ճանապարհորդության, որտեղ որ գնում ենք, ես մի շաբաթ արդեն փոքրիկ ճամադանչիկը պատրաստեմ, երեխեք ինձ չեմ ներում, որ ես մոռացել եմ մի բլոգ, որը որ շատ իմ համար հետաքրքիր է, քանի որ ես ձեզ պատմում եմ բլոգերների իմաստը, բլոգինգիների իմաստը, դրա համար ես ուզում էի խոսալ ու կիսատ մնաց, ուրեմն ժողովուրդ ջան, ինչ էի ուզում ձեզ ասել, ուզում եմ ձեզ ասեմ, որ բլոգ նայելը դա ամոթ բան չի, մարդիկ առավոտյան արթնանում են, ուզում են իրանց կյանքը լցնեն, փոխվեն մի քիչ, իրանց առօրյայից դուրս գան, էլի եմ ձեզ ասում, թեկուզ ես նկատել եմ իմ հետևորդուհիներից շատերը շատ ակտիվ դիտում են շատ ուրիշների բլոգերների կոնտենտներ, որ ես անձամբ չեմ նայում, չեմ սիրում, որովհետև ես ոչ մի բան չեմ տեսնում այդտեղ։ Այդ մարդիկ նայում են ու հաճույքով սիրուն գեղեցիկ բառեր են գրում, ինչ կա դրա մեջ։ Մարդիկ տարբեր են, մարդիկ սիրում են կամ չեն սիրում, մարդկա սիրում է սրան, մարդկա դաժե խղճալով է նայում, մարդկա ուղղակիորեն ուզում է անջատվի իր առօրյայից։ Ես էլի եմ ձեզ ասում, երեխեք, ես ծնվել եմ, մեծացել եմ քաղաքում, Աստված գիտի, թե ինչքան ենք մենք երթևեկել այս կողմ են կողմները, ինքնաթիռներից չենք իջնում, բայց ինձ այսօր հոգեհարազատ է, տեսնում եք հասարակ բան, ինձ այսօր հոգեհարազատ է մեկի բլոգը, որը որ ես հավանում եմ իր մարդ տեսակը, այդ կնոջ մարդ տեսակը, իր էներգիան, ինքը բավականին պոզիտիվ էներգիա անում։ Այնոն իմ հետևորդուհիներից մեկը գրել էր, որ ինքը նայում է նաև ինչ-որ մեկի բլոգը, որը որ էլի գյուղում է ապրում, բան, այո, գյուղի ժողովուրդը ավելի հոգեհարազատ է քեզ, որովհետև դու նայում ես, դու զգում ես, որ այդ մարդիկ տանջվելով աշխատում են, և դա ուսուցողական է, ուսուցողական։ Դրա համար սիրելիներս, ես այսօր մենակ ձեզ մի բան կարող եմ ասել, որ բլոգ նայելը դա ամոթ բան չի, որոշ մարդկանց համար, երեխեք ես շորթունքիս վրա ես ինչ եմ արել, այդ բանը, դրա համար ես ուղղակի ձեզ խնդրում եմ, եթե դուք ձեզ թվում է, թե դուք բավականին բարձր մակարդակ ունեք, և դուք այնքան մակարդակ ունեք, որ դուք բլոգերություն ինչա որ նայեմ, ուրեմն դուք ոչ սերիալ նայեք, ոչ կինո նայեք, սիրելիներս, որովհետև սա սերիալի կինոյի նման է, այսօր մաման էլի ինձ նշեց այդ բլոգը, արդեն դուք հիմա ես այս բլոգը գցել եմ, դուք էնի արդեն տեսել եք, ինքը նշեց, որ այդ Անահիտ հիշում ես Ալյասկան, հիշում ես ինչքան պատկերացիք ինքը այդ ընտանիքի հետ նենց էր կապնվել, որ անընդհատ խոսում էր, դրա համար սիրելիներս, դուք չմտածեք, թե բլոգ նայելը դա անմակարդակություն է, ոչ, ամեն մի բլոգերից մի բան սովորելը դա անմակարդակություն չի, naobarot, դա ուղղակի սովորելու կուլտուրա է, որ անեք և տեսնեք, ես մարդը ինչ արեց, ես մարդը, վայ, ես ինչ լավ ճաշ սարքեց, մի վարկյան, ես երևի թե անեմ, ես երևի թե դա պատրաստ եմ, երևի թե բան անեմ, հետո մարդիկ կան նենց են մոտիվացնում քեզ, ասում է, եթե այս մարդը ունի 10 երեխա և ինքը էսենց, ինչ ասեմ, էներգիայով թեկուզ ինքը ցույց չի տալիս, բայց ես հնարավոր չի, ես զգում եմ, նկատում եմ, երբեմն կան բլոգերներ, որ միայն և միայն լացում են, հոգնել եմ, դա էլ այդքան տգեղ, սիրուն չի, ամենչապես ասում ես, այ մարդը արդեն կյանքը հոգնացնող է, ես հիմա ինչ ներվեր ունեմ, նստեմ նայեմ, հոգնել եմ, բայց ասեմ ձեզ, որ դաժե այդ նեգատիվ, այդ բլոգները, որ իրանք գրում են, ես հոգնել եմ, ցավում է ստեղս, այս ինչս ցավում է, այն ինչս ցավում է, դա քեզ ավելի է ուժեղացնում, ասում ես, եթե սա երիտասարդ աղջիկ է, ամեն ինչը ցավում է, ինչ լավ է, չէ Անահիտ, հանկարծ այդ բառը չխոսաս, այն որ մեկ էլ Անահիտ ջան, ուշադրություն դարձավ մեջքիդ, ցավը տանեմ մեջքս, այն ինձ ուշադրություն դարձնում,
Ես դա մեր ցավերն են, հիմա իմ բասկետբոլիստ ընկերուհիները եթե կնայեն կտեսնեն։ Դա մերն է, մենք ուզենք չուզենք էլ դա մերն է։ Մաման խոսում է հեռախոսով։ Դե ինչ սիրելիներս, անջատեմ, որովհետև մաման խոսում է հեռախոսով, ձեզ ձայնը չխանգարի եւ հետո կմիանամ։ Ժողովուրդ ջան, ներկեցի ձեր Անահիտը ինձ զանգում էին, հա, այդ ընթացքում ես այսօր բավականին գործեր ունեմ, դուրս եմ գալու։ Այդ երևի գնամ մի հատ խանութ կա, այդ խանութը գնամ, ուզում եմ մի հատ բան առնեմ, գնեմ այդ անունչա լոգազգեստ կուպայնիկ, այսպես ասած։ Հիմա ես կանջատեմ, արդեն ձեզ ցույց կտամ պատրաստի, քանի որ այսօր ձեր Անահիտը ճաշ չի պատրաստում, ինչպես տեսակ սաթիկ տատիկն է պատրաստում ճաշը։ Ես հիմա ամբողջ պիժամուկիս վրա լրիվ այդ ներկեր եմ թափել, չգիտեմ կանցնի թե չէ։ Ես հիմա մի հատ էս տարան լվանամ եւ արդեն մազերս հավաքեմ ու գնանք գործի, անցնեմ մի հատ իմ անկողինը հավաքեմ, սենյակս երեք եմ մաքրել, տեղերը փոխել, օդափոխեմ նենց լավնա տիտիկների ծլվելոցը եւ կմիանամ ձեզ սիրելիներս, ձեզ ցանկանում եմ բարի դիտում, բարի օր, համբուրում եմ, սիրում եմ, բլա 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 բլու բլիբլիկ։ Ժողովուրդ ջան, եկանք իմ սենյակ, հիմա մի հատ գեղեցիկ ձևով տեղերս հավաքեմ, արտակարգ եղանակ է, արտակարգ, այսօր ուղղակի հրաշք, մեր մոտ արդեն հաղորդում են արևային եղանակ եւ հուսով եմ, որ մի շաբաթ նույնպես, որովհետեւ արդեն է, որ ասել լեննականցոց օրտնանք, ինչքան կարելի է, անձև եկեք, զիզի քարին վերեք, մաման ասեց Անա, այդեսի ներս տար, ջան, շողերս լրիվ կեղտոտեցի ներքից, բայց ոչինչ, հիմա սա ես անջատեմ լույսը, վարա, պատրաստ է, պատուհանը բաց թողնենք, սա այստեղ տեղերը մազի ներկը, գնացինք և մյուս տեղերը մաքրելու հավաքի։ Ժողովուրդ ջան, ես եկա, մազերս չորացնեմ հիմա, շատերը մտածում եք, թե ինչով է Անահիտը իր մազերը հարդարում և այլն։ Հիմա ես պետք է մազերս չորացնեմ, ուրեմն ասեմ ձեզ, որ բոլորս գիտենք Dyson-ների, ինչ են ասում, ֆեները, ես ձեզ ասեմ, որ ակսիոնում ստացել են այս տիպի Dyson-ի նման ֆեն և կհավատակ, որ ինքը շատ վատը չի, լավն է, որ ասեմ տենց հզորությունը շատ ուժ եղա, բայց այնքանով ալ է, որ շատ շուտ չորացնում է և մազեր չի բիզբիզացնում։ Հիմա ինձ պետք է սա, ինձ պետք է իմ մաժիկ սաները, սա, տեսեք, որ այս սրանով հարդարում ես ու ինքը դառնում է ոնց որ բանը, կերատինի հարթուկ։ Եվ ինձ պետք է իմ այդ հարթուկը կարելի ասել այսպես, մի հատ դաժե չի մաշվել, մեջը մի հատ չի մաշվել, արդեն 100 տարի է։ Ժողովուրդ ջան, հիմա ձեզ բացատրեմ։ Երբ որ դու ինչ-որ մի բան ես գնում, ճիշտ ասած, որ գնում ես, մտածում ես թաց մազերի, բաշետը լավ չի սանրելը, բայց ուզաշուտած պիտի սանրեմ երեխեք ջան։ Ուրեմն ասեմ ձեզ, որ շատերը մտածում են, որ ինչա, պրոֆեսիոնալ լինի, ամեն ինչը պրոֆեսիոնալ լինի, գինը թանկ լինի։ Ասեմ ձեզ, ես ձեզ ցույց կտամ, եթե չեք հավատում, 2 հատ պրոֆեսիոնալ հարդարող այդ հարթուկներից ունեմ եւ ասեմ ձեզ, որ դա բավականին, ինչ ասեմ, նախ նույնը չի եւ ես պատահաբար ընկա այս Amazon-ում այս Remington ֆիրմայի վրա, որը որ արժեր իր իսկական գինն արժեր 50 եվրո։ Հետո տեսա, որ ճիշտ ասած բան են, զեղչ են անում, մտածեցի, ասեցի երևի լավը չի, մտա օբզիվները կարդացի եւ կոմենտները եւ տեսա, որ բոլորը գոհ են։ Ասեցի դե լավ, մեծ ֆորտուն չի, 25 եվրո տվեցի 50-ի տեղը եւ գնեցի այն։ Եվ կհավատաք, որ ժողովուրդ ջան, ես այսօր օգտագործում եմ, ինքը աբսոլյուտման չի վառվում, որովհետև սրա մեջ կա կերատինի հատկություն։ Հիմա ես այն կչորացնեմ իմ մազերը եւ արդեն կանցնեմ հարթուկման, որովհետև ես այսօր ժամը 2:30 պետք է դուրս գամ։ Ճիշտ ասած մտածեցի թող նատուրալնի թողնեմ, որ չորանա, բայց մազերս որ թացա խոնավա լինում, երեխեք գլուխը սկսում է ցավել, դա թազա նորություն։ Հիմա նայեք, տեսեք, եթե ես չհարդարեմ, իմ մազերը գանգուր է,
բայց սանրեցի արդեն։ Գնացինք սիրելիներս, հիմա ես նա չորացնեմ մազերս, պախկուն խայնորը մորացած ես ասեմ, լավ հետևորդույներից, որը ես շատ հաճախակի եմ տեսել, գրել էր Անահիտ ջան, այդ պիրասոսի փոշեկուլի ձայնը ներվայնացնողա, եթե չեմ տեսել, ես ընդհանրապես անջատում եմ ձայնը, ներող եղեք, երբեմն շտապելուց մոռանում եմ։ Ինադու չեմ արել, որտեվ ինձ էլ հաճելի չէ այդ ձայները։ Դե լավ, սիրելիներս, ես հիմա չորացնեմ մազերս եւ հետո արդեն կմիանամ ձեզ։ Ժողովուրդ ջան, ահա եւ իմ տանալնի կրեմը, տեսեք ինչ գույն է ինքը։ Սա կոդալին է, կոդալիի համար երկրորդը։ Հիմա ես այն քսում եմ այսպես, հիմա շատ ես այդքան մակիաժի տենց սիրահար չեմ, որ լրիվ են պրոտոկոլներով քսում են, երեխեք։ Հիմա շատերը կասեք, Տիկին Անահիտ, այդպես չեն քսում։ Սիրելիներս, մարդիկ, ես ձեռքերով էլ եմ քսում, դա կապ չունի, թե ոնց, ինչ, կարևորը ռեզուլտատն է։ Կարևորը այս փոդիներն է, որ լինեն բավականին բան է դա, ինչա, նատուրալ, չնայած Իվ Սեն Լորանը ուրիշ է, բայց քանի որ ես այսօր զգացի, որ իմ մաշկս չորացած է, սա եւ խոնավեցնող է, եւ տանալնի։ Մանակ, սեն սպիտակա, չէ՞ երևում երեխեք։ Ես հիմա ինչ եմ անում, իմ ամուսինը սեղանը, բանը, ասեց իմ այդ պատերակաղ դանակը բանը դիր, մենք այսօր ուտում ենք տոլմա։ Հիմա նայեք ժողովուրդ ջան, ես այսենք մատներն ինչ եմ տվել, մի հատ էլ այսենք, այսպես, նայեք տեսեք, սա եղավ իմ երկրորդ մաշկ, ոչ մի, չնայած նենց չի, որ պրիշիկային բաներ լինի, բայց ամեն դեպքում ռեզուլտատն եմ ձեզ ցույց տալու։ Հիմա ինչ անում ձեր Անահիտը շկան, քանի որ ես իմ մաշկը ցակ ցորենագույնի է, վերցնում եմ ես սա պուդրան, տապոտե, նայեք տեսեք հիմա տարբերությունը երեխեք ջան, գիտեք ինչ, ոչ թե ոնց որ զագար ընդունած լինես, այլ ոնց են ասում բոնմինը, ոնց որ սենց ինչ ասեմ, սենց պայծառ լավ տեսք ունենաս, այսինքն հիվանդի տեսք չունենաս, մեկ ասում է, չասում են սպիտակ ես, ոնց որ ասպերին լինես, ասպերինի դեղը, ֆրանսիացիների բառն ասում է, «T'es blanche comme un cachet aspirine»։ Որպեսզի կաշե ասպերին չլինեմ, ու ինձ տա մի հատ շատ հետաքրքիր տեսք, այսինքն ոնց որ զագար չէ, ոնց որ սենց են արևի տակ ես մնացել մի քիչ, տենց բանը է, դու ասա զագարս ընդունել էլի։ Հոնքերից արդեն սարքելու ժամանակն է։ Ինչ է անում ձեր Անահիտը, հոնքերի մատիտը դյոր, քանի որ այստեղ հնարավորություն չունենք տատուա, ունենք, բայց դա վերա չեմ անում։ Ես ունեմ հնարավորություն այստեղ անել, հոնքերը ուղղակի արդեն ում մոտ որ արել եմ, դրա մոտ էլ կանեմ, եթե ոտքս ընկնի Հայաստան, սիրելիներս։ Աստված առաջ։ Վերջին րոպեին, վերջին վայրկյանին շատ շատերը կան իրենց ճանապարհորդությունները նախորոք որոշում են, ոնց ինչ, ես վախենում եմ անգամ, որովհետև մի հատ այնպես բան է դուրս գալի, որ այդ րոպեին ինչ եմ տվել մատիտին, չնայած արդեն բազը կար, բայց իմ մոտ շատ շուտ է թափում, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում իմ հետ, սա այսպես։ Քանի որ ես աչքերը չեմ քսում, միայն պետք է շրթունքներս ներկվի, ես մազերս, հիմա գնանք ամուսինս եկել է մի հատ մազերի տեսակ, արդեն լրիվ ամբողջությամբ դեզդեմոնա, հավաքեմ մազերս սիրելիներս, որպեսզի ավելի հանգիստ լինեմ և արդեն կանցնենք հարդարման։ Ես հիմա իմ գործերս ամբողջությամբ ավարտեմ, ահա և իմ մակիաժը հանգիստ, հասարակ, առանց որևիցե մի
բանի, այս պուդրան երեխեք խորհուրդ եմ տալի գնեք, խորհուրդ եմ տալիս, խորհուրդ, նրանք ովքեր մի քիչ առավոտյան արտանում եք, մի ցակ ոնց որ հոգնած տեսք ունեք, պայծառացնում է ձեր դեմքը, սա ավարտված է արդեն, բայց չնայած երկրորդը գնել էի, շատ արտակարգ կրեմ է, նայեք տեսեք, շրտներ չեմ կսում, քանի որ պետք է հաց ուտենք, հետո նոր արդեն մակիաժը կանեմ, մազերս կսարքեմ և դուք կտեսնեք, թե ինչ տարբերություն ներկելուց հետո։ Դերավ, գնացինք։ Ներող եղեք, մի հատ ջուր խմեցի, ծարավ էի։ Ահա, տաքացավ արդեն։ Հիմա նայեք ինչ եք անում։ Վերցնում եք սա։ Ես երեխեք չեմ հիշում սա որտեղից եմ գնել, բայց գիտեմ, որ այս սաներից կա ինչ-որ մի սայթում, ես իմս արդեն մաշվել է, պիտի մի հատ նորից գնեմ, 10 եվրո եմ գնել, եթե չեմ սխալվում, սա ուղակի, սա է անում ամեն ինչը հարթուքի մոմենտը, եթե դաժե կամ վարսավիրներ, խորհուրդ կտամ գնեք, կհոյշտացնի ձեր գործը, նայեք տեսեք, ուրեմն մեկ վարկյանում անում եք սա և սրանով ինքը ավելի բան անում է, խուճուճություն է, թնջուկ, որ ասում ենք, հանում է, այս հենց նայեք, իջացնում եք մինչև վերջ, սա էլ այն քրոջս աղջիկ, այ, հայտնաբերեք վիզս վառեցի, լավ է, էլի որ ունես քրոջ աղջիկներ սիրելիներս, վիզս վառեցի գնամ մի հատ բիաֆին կսեմ, բիաֆին ասեցի հիշեց երեխեք ջան, նրանք ովքեր չեն ճանաչում բիաֆինը, պարտադիր պետք է ունենաք ձեր տանը, նախ որ գնում եք ծով, դա ուղակի մեր ընկերն է, առաջ հիշում եք մածուն էինք կսում, բիաֆինը այն օրը ձերքս նենց վառեցի բանը, այդ ձեթը թրավ, վարկյանական, հեսա, տեսեք դաժե տեղը կա, բայց դաժե չցավացել ինքը, ահա որ այդ րոպեին բիաֆինը կսում ես, ինչ ասեմ սեն, մեկին մեկ հանում է, նրանք ովքեր չգիտեն իմացեք, կոչվում է բիաֆին, չգիտեմ Հայաստանում կա, թե չկա, դա ուղակի հրաշք է, բոլոր տան տնտեսուհիները և նրանք ովքեր ունեն երեխաներ, որ ծով եք գնում, պարտադիր ունեցեք բիաֆին ձեր պայուսակի մեջ, ես ուր գնում եմ բիաֆինը վերցնում եմ, որտև մեկ անգամ այս հարթուկի վրա նստեցի, նենց վառվեցի, առաջին այրվածք կարգի, տեսնում եք ժողովուրդ ջան, նայեք, սեզ բարձրանա, որ տեսնեք, վալա, դժվար ոչին բան չկա, դուք կարող եք տանը 2 րոպեում հարդարվել և պատրաստ եք ու ամբողջ շաբաթը ինքը մնում է, երբ որ լոգանք եմ ընդունում, դե ամեն օր լոգանք ես ընդունում, բայց մազերը չես լվանում, գլխիս մի հատ գլխարկ եմ դնում, որպեսզի մազերս չթրջվի, այդքան բան, եթե դաժե թրջվում էլ, մի քիչ, տակի մասը նորից էլի հարդարում եմ, այ այսպես, երեխեք ինչ չեմ ներում, որ այսօր ամուսինս եկել է, Սերժն ասում, Սերժ դու պատկերացնում ես, ես բլոգը գցել, հավաքել եմ արդեն, ու մոռացել եմ այդ մի բլոգի վրա ես թրա, այսինքն էլ, ես գիտեմ, որ ես մի քանի օրվա բլոգներ ունեմ, բայց արի ու տես ձեր Անահիտը շկան այնքան զբաղված լինի, որ մոռանա, ասում է ով ալարի, ոչ դալարի, հեսա բիաֆին երեխեք, հիմա ես այն մի վարկյանում կսում եմ, հովացնում է մի վարկյանում, պատկերացնում եք, ժողովուրդ ջան, ձեր Անահիտը միայն և միայն արկած, ոտից գլուխ, ճոքում եք երեխեք, միացրել է, որ տիտիկների ձենը լսեն, գմպացրեցի, ինչ է պետք մարդուն, մազերը հարդարել, տիտիկների ծլվլոցը լսել, հիմա տեսակ արդեն մազերս հարդարեցի, հիմա ինչ եմ անում, ես ուղակի վերցնում եմ այս սա և այսպես շուր եմ տալիս, որ ավելի մի քիչ կլորություն լինի, տեսնում եք այս սենց, վալա, նույնն էլ անում եմ այս մասը, սա 70-ական թվականների պրիչոսկան է մոդա եկել, հիշում եք բանը, с լյոխքին պարի մեջի դերասանում մազերն էր սենց, ժողովուրդ ջան ձեր Անահիտն արդեն դուրս է գալիս, այսօրվա իմ լուկը սա է, լայն շատաբաթը, այս վերխը, որովհետև բավականին լավ եղանակ է, մազերս որոշեցի մի քիչ 70-ական թվականներ, հիմա ես լույսն անջատեմ, գլուխս ահա որ ցավում է, ես չգիտեմ թե ինչու եմ գլուխը ցավում ես քանի օրը, և ես անցնեմ, և ես դուրս գամ, մի հատ է մամային գորան, որ դուրս եմ գալիս,
Գնամ մամային ասեմ զգուշացնել, որ դուրս եմ գալիս։ Մամ ջան, դուրս եմ գալիս, մեռնեմ արևից։ Ապրես ցավդ տանեմ, այսօր ամենադժվար օրս է, ոչ եմ Գիտեմ, որ շատերը չեք սիրում այս վերջի կադրերը, երբ որ ես ասում եմ վլոգը ավարտվեց։ Այսօր վլոգը ավարտվեց, սիրելիներս, ձեր խնդրանքով ցույց տվեցի ինչպես եմ ներկում մազերս, ինչպես եմ հարդարում մազերս, իմ մակիաժը արագ եւ հուսով եմ, որ ինչ որտեղ ուսուցողական։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ ցանկանում եմ բարի օր եւ ամենալավը, առողջ եղեք։ Համբուրում եմ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։